Դե հարգելի բարեկամներ, ողջույն, բարի գարնանային օր բոլորին, հուսամ լավ եք ամեն ինչ կարգին է։ Երկու դիտարկմամբ եմ եկել դες հետ կիսվելու։ Մեկը այսպես գլոբալ է, մյուսը անձնական, որը հայաստանյան իրականության հետ է կապակցված, բայց հերթով։ Նախ, մեր նախորդ հանդիպման ժամանակ, երբ որ խոսում էինք Ռուսաստան, Ամերիկա, Հայաստան, Ուկրաինա այս խառը պատմությունների մասին եւ Տրամպի որդեգրած քաղաքականության մասին, ոմանք, չգիտես ինչու, չարախնդությամբ, անգամ ավելի զարմանալի է, որ Ամերիկայում ապրող հայերի մեջ էլ են այդպես մարդիկ, ովքեր ասում են, տեսար Պուտինը որ ճիշտ էր, բան դրեց, էս իր մարդը, էս ինի Տրամպը, բան։ Նախ այն մարդիկ, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը հաղթել է, մի քիչ ուռճացված են այդ գնահատականները, իհարկե մենք նորմալ քաղաքական վերլուծաբաներ չունենք, բայց հարցը դա չի։ Քաղաքական վերլուծաբան լինելու համար նախ քաղաքական վերլուծաբանության դպրոց է պետք ունենալ։ Ընդհանրապես վերլուծաբանության դպրոց է պետք ունենալ, այսպես որ մենակ դեռ լուծաբանության դպրոցն է, բայց դա չի կարևոր։ Ընդհանրապես այն մարդկանց վերլուծությունները, որ դուք լսում եք, լավ կլինի այդ մարդկանց կենսագրականը մի քիչ ուսումնասիրեք, ով որտեղից է եկել եւ ինչպես է եկել, բայց դա էլ մի քիչ բարդ գործ է մեր այս խառը իրավիճակում բացահայտելու համար, անցնենք այս թեման։ Ովքեր որ հավատում են Ռուսաստանը հաղթել է, բարեկամներ, ընդհանրապես պատմությունը, որի մասին ես հաճախ եմ խոսում, մեզ ապացուցում է, որ շատ հաճախ է չարը հաղթում։ Գիտեք, ես կրոնական հավատավոր մարդ չեմ, կրոնական հավատներին չեմ հավատում, կներեք տավտոլոգիայի համար, բայց չարը հաղթում է, ցավոք սրտի։ Ցավոք սրտի եւ բարեբախտաբար հաճախակի բարին կարողանում է ռևանշ վերցնել, որովհետեւ եթե չարը միշտ հաղթեր, ապա աշխարհը կլիներ վաղուց կործանված։ Բարեբախտաբար բարին էլ է հաղթում, բայց քանի որ չարությունը ինքը ուղեկցվում է տգիտությամբ, անկրթությամբ, անշնորհքությամբ եւ ամեն ինչի հիմքում անկրթությունն է եւ դա ապացուցված է վաղուց, դա բոլոր ժամանակներում է եղել, անկիրթ անուստ մարդիկ շատ ավելի շատ են, անհամեմատ ավելի մեծ դոմինանցիա են կազմում, իսկ կիրթ մարդիկ, բարեկիրթ մարդիկ, քաղաքավարի մարդիկ, պարկեշտ մարդիկ, բան ջախջախված փոքրամասնությունում են եւ դրա համար մանավանդ այս տեղեկատվական աշխարհում, որ մենք YouTube-ներով, Facebook-ներով ամենը տեսնում ենք եւ այլն, բան մեզ թվում է թե ուղղակի աշխարհը չարացել է։ Աստծուց հեռացել եք, ասում է մի կին, ով որ երեք դաշնակ էր, այսօր հնչակա, վաղը ռամկավարաբան, այդ նույն բանը, ընդհանրապես սեռական բավարարվածությունը հաղթահարող մարդիկ ավելի բարոյական են, քան այն մարդիկ, ովքեր այսքան հաճախականությամբ տարբեր քաղաքական ճամբարներ են ցատկոտում, բայց էլի մարդու անձնականն է, ես երբեք չեմ թույլ տա ինձ մտնեմ այդ դաշտ, ինչևէ, պատմությունը մեզ ցույց է տալիս, որ չարը հաճախ է հաղթում, ավելին ոչ վաղ անցյալում հաղթել են այնպիսի, ոնց ասեմ, ուժեր, այնպիսի չարագործներ, որոնք օրինակ նվաճել են ամբողջ Եվրոպան, օրինակ Հիտլերը, չէ՞, ինքը ամբողջ Եվրոպան նվաճեց, ազատագրիչ էին որակում, կեղտի կտոր Չեմբերլենը, վարչապետը Բրիտանիայի գրկախառնվելով ֆյուրերի հետ եկավ Բրիտանիա եւ Մյունխենյան այդ հանդիպումներից հետո թափահարելով տխրահռչակ թղթերը, որով ֆյուրերի ախորժակին էին հանձնում Չեխոսլովակիան, հայտարարեց, որ նա Եվրոպային խաղաղություն է բերել բեղավոր անտեր եւ տեսանք թե ինչպիսի խաղաղություն բերեց Չեխոսլովակիան զոհաբերելով Հիտլերին, բայց դա էլ է ուրիշ պատմություն։ Հիմա էլ նույնը։ Ու էլի օրինակներ կարանք բերենք, չգիտեմ, ասենք Պինոչետի ռեժիմի մասին կարող ենք խոսել, էլի եթե վաղ անցյալներ գնանք, հաղթահարել են մամլուկները, հաղթելա Չինգիզ խանը, հաղթելա Լենգ Թեմուրը, թաթար-մողոլական արշավանքները կարանք ուսումնասիրենք, դա բայց խաչակրաց արշավանքը կարանք ուսումնասիրենք, ովքեր կարծում են, որ խաչակրացները բարին էին, ուղղակի իրանք չարաճար սխալվում են, որովհետև այն ավերածությունները, որ հասցրեց
Հռոմի Պապ կոչվածը այն մղձավանջը, որ նա իրականացրեց եւ այն թալանը, որ նա իրականացրեց Բյուզանդիայում եւ խաչակիրներին ուղղելով անգամ ուղափառ օրթոդոքս եկեղեցու ոսկե քաղաքը Բյուզանդիան եւ ինչպես Կոստանդնապոլիսը, Բյուզանդիումը, որ հետո Կոստանդնապոլիսը ոնց թալանեցին, այդ ոչ մի Սալահադին, ոչ մի այնտեղ բանը, հա, ինչ անունը, մահմեդականների առաջնորդ չէ կարող անգամ պատկերացնել իր ամենածանր մղձավանջներում, որ հանկարծ քրիստոնյաները, որոնք հանգրվան էին եւ ապաստարան էին խնդրում բյուզանդական առանց այդ էլ ոտնակող կայսրության մայրաքաղաքից, հանկարծ մի օր կպաշարեն մայրաքաղաքը։ Ուստի այն այլանդակությունները, որ արեցին եւ իդեպ մահմեդականներին գազազացրեցին, թող ինձ ներեն, ես կոսմոպոլիտ մարդ եմ, ես ոչ մի կրոն փորձում եմ չտարանջատել, բայց գազազացրեցին եւ այսօր որ երբեմնի օրթոդոքս Կոստանդինապոլիսը Ստամբուլ է, հեսա խաչակիրներն են մեղավոր, բայց այդ թող են պատմաբաները։ Մի օր կգա, սարագլխով կմտածեն, թե ով արեց, ում փողերով արեց, ինչ կապ ունեին հрьяաները, հեսա ոչ պատմության մեջ եւ մի օր այդ ամենը ջրերից դուրս կգա, բայց վախենամ այլ տանաճանաչ մարդ չմնա այս աշխարհում, բայց այդ չկարևոր։ Մի խոսքով, ուզում եմ ասել, հարգելի ընկերներ, մի չարախնդացեք, երբ որ տեսնում եք, որ Ռուսաստանի ջրաղացին ջուր է լցվում, որովհետև պատմության մեջ շատ չարագործներ են հաղթանակել, բայց ինչպես պատմությունը եւ ինչպես մեր զրույցի սկզբում ասում, դա այդքան երկար չի տևում, եւ ինչպես ասում է ռուս դասականը, недолго музыка играла, недолго фраер танцевал։ Այնպես որ մինչեւ այս տխրահռչակ երաժշտության ավարտը մենք դեռ որոշակի этаպներ կդիտենք պատմության, որոշակի դասեր կքաղենք եւ կհասկանանք, թե այս խայտարակության մեջ Հայաստանը ընդհանրապես ինչպես է դիմակայելու, ինչպես է գոյաբանական մարտը տանելու, ինչպես է դիմակայելու մեկուսացող Միացյալ Նահանգների քաղաքականությանը, լկտիացող Ռուսաստանի Դաշնության քաղաքականությանը եւ էլ չեմ ասում թուրքական զարթոնքին, որի կիզակետում մենք հիմա գտնվում։ Ես 6 տարի առաջ մեր յոգա ուղի համար նախագծի շրջանակներում ասեցի թուրքական զարթոնք է եւ Թավիշը հոդվածի մեջ մինչեւ պատերազմը 44-օրյա բառացիորեն ասել եմ հետեւյալը, կարաք YouTube-ի լինքերով գնաք հետ, ամիսներ առաջ, գուցե տարի առաջ 44-օրյա պատերազմի ասել եմ 4 բոլորով շրջապատված հազարամյա շտամին, մինչ ատամները լավ զինված, լուր սպասում էր հերթին, իսկ մենք ահա բռնած Թավիշը ծածանում ենք ի սրտե, բղավելով մերն ուրիշ է, բայց մերն ուրիշ է ի հնե։ Ու հոդվածի շարունակությունը կարակ կարդակ, ու տենց էլ եղավ, սպասեցին իրենց հերթին եւ արեցին այն, ինչ արեցին, բայց դա էլ է ուրիշ պատմություն։ Հիմա գալով ազնականին, կոմենտներում առանց նկար, առանց անուն, առանց կենսագրական, չանուն չազգանունով մարդիկ գրել են հետեւյալը, որ ես իբր ֆինանսավորվում եմ պետդեպից եւ USAID ծրագրի փակման հետևանքով դրա համար է YouTube-ում իմ հաղորդումների քանակը քչացել։ Նման ավանակաբարո մեկ տաբանություն չի լսել երբևէ, այնպես չի, որ վատ կլիներ, որ USAID-ին ֆինանսավորեր, բայց իրականությունը այն է, որ ես երբևէ որևէ մարդուց, անհատից, կազմակերպությունից, երկրից, բարեգործից, բարերարից, ալամ աշխարից 1 կոպեկ գումար երբեք չեմ վճարվել, չեմ ստացել, չեմ ոնց ասեմ, վերցրել որևէ հաղորդման, որևէ մտքի, որևէ գաղափարի համար։ Երբեք։ Ինչ ունեմ, ինչ կա ինձ շրջապատող, ստուդիան լինի, տունը լինի, ինչ որ ես ունեմ, դա իմ աշխատանքի, իմ աշխատավարձի, իմ համեստ որոշ բիզնեսների, մի խոսքով իմ ծավալած գործունեության վաստակն է բացառապես։ Էլի եմ ասում, եթե ինչ-որ մարդիկ կան, որ կուզենան վճարեն, ընկերներ, ես գովազդով զբաղվող մարդ եմ, 15 տարի ես մեդիայում եմ աշխատում եւ ունեն գործընկերներ,
ովքեր մեր ռադիոին են ֆինանսավորում, առանց բովանդակության մեջ մտնելու, շատ կարևոր է, երբեք բովանդակության մեջ չեն մտնել։ Եթե կան մարդիկ, ովքեր կցանկանան աշխատել, չգիտեմ, քյաբաբանոց ունեն, խնդրեմ բարի գալուստ, ունեք իրավաբանական գրասենյակ բարի գալուստ, չի կարելի մարդու վաստակը որևէ կերպ նսերմացնել, մանավանդ այնպիսի ավանակաբարով մեկնաբանությամբ, ինչպիսին նա փողը չեն տալի, չի խոսում։ Գիտեք, ես դպրոցական տարիքից ինձ մեռան տնօրենի աշխատասենյակ տանելով նրա համար, որ ես խոսել եմ։ Ես իմ ողջ գիտակից կյանքում ես արտահայտվել եմ, որովհետև այն այլանդակ աշխարհը, որը ինձ շրջապատել է ու դեռ շարունակում է շրջապատել, ինձ հանգիստ չի տալիս, ես համակերպվող մարդ չեմ, իհարկե պերֆեկցիոնիզմի դուռը չեմ հասնում, բայց այն ինչ որ կատարվում է մեր շուրջը, ինձ հանգիստ չի տալիս, դրա համար ես ունեմ այս կյանքում ամեն ինչ, բացի նորմալ երկրից եւ նորմալ հասարակությունից, եւ երբ որ որոշեցի տեղափոխվել Հայաստան 12-13 տարի Միացյալ Նահանգների ապրելուց հետո, այսինքն միջին տարիքից եւ ամբողջ ձևավորումից կրթությունից հետո, եւ երբ որ որոշեցի ու հասկացա, երբ որ եկա Հայաստան մոտ ամիսներով ապրելով, հետո հասկացա, որ ինձ շատերին ձեզ հենց հիմա մեզ նայող մարդկանց ձեզ էլ վիճակված չէ տեսնել այն Հայաստանը, որը մենք երազում ենք մեր մտքերում, ես ինչ որ առումով համակերպեցի եւ որդեգրեցի մի ձևաչափ, մի ֆորմատ, որի ընթացքում ես խոսել եմ ուղղակի խնդիրներից, փորձելու եմ լուծումներ առաջարկել, բայց քանի որ ես մեդիայի մարդ եմ, ես ունեմ լծակ, ես չեմ կարող այլ ձևով փոխել, ինչպես Մարգարետ Թետչերն է ասում, դուրը չի գալի փոխի, դուրը չի գալի երկիրը փոխի, դուրը չի գալի քաղաքը փոխի եւ ղեկավարի այն ու փորձիր քո լծակները օգտագործել։ Իմ լծակը մեդիան է, որը ես օգտագործում։ Դրա համար չի կարելի մարդուն մեղադրել, իսկ ինչու են քիչ վիդեոները, ինչու են քիչ, որովհետեւ շատ զբաղված եմ, որովհետեւ բավականին հագեցած առօրյա ունեմ, դրա համար դատարկաբանությամբ եւ ինչ որ մարդկանց կոմենտերին մանավանդ եմ ասում, ավանակաբարո կոմենտերին չեմ պատասխանում, ինչի սրա կողքը նստակ, ինչի նրա կողքը կանգնեցիք, ինչու սրա հետ խոսացիք, ինչու բան, ես որևէ մարդու հետ որևէ խնդիր չունեմ, ես ընդհանրապես թշնամիներ, բաներ, տենց բաների չեմ հավատում, որովհետեւ կարծում եմ, եթե մարդ է իր բոլոր թերություններով բանով, դու կարող ես իր հետ համակարծիք չլինել, բայց թշնամի համարել որևէ մեկին, ինչ որ վատաբանել, չարանալ եւ այլն, ես այն ավանակներից չէ, որ մտնեմ եթեր եւ մարդկանց մահ ցանկանամ, անիծեմ եւ այլն, այդպես բաներ անում են իրոք ավանակաբարո մարդիկ, որովհետեւ չնայած ավանակը շատ կարգին կենթանի է, բայց դիմացինին մահ կարող են ցանկանալ, ֆիզիկական բռնության կոչեր կարող են անել միայն այն մարդիկ, ովքեր տարական բարոյականություն չունեն։ Մանավանդ եթե քաղաքական գործիչ են, հասկանում եք, եթե մարդը քաղաքական հայտ է ներկայացրել եւ ինքնասաբռնության կոչ, իմացեք մի բան, որ այդ ֆիզիկական բռնությունը ձեր դեմ է գալու։ Ես հասկանում եմ, որոշ հիմա ձեր մտքում անուններ են պատտվում, որովհետեւ ցավոք սրտի մեր քաղաքական դաշտում տասնյակ մարդկանց անուններ կարանք տանք, որ բառացիորեն մտնում են եթեր, տասնյակ մարդիկ մտնում են եթեր ֆիզիկական բռնության կոչ են անում։ Դուք չեք հասկանում, հարգելի իմ հայրենակիցներ, ովքեր այնքան շատերը էլի, այնքան մխրճված են քաղաքականության մեջ, որ մթագնած է իրանց առողջ տրամաբանությունը, չեմ պատկերացնում, որ եթե դուք աջակցում եք ֆիզիկական բռնարարին, իսկ ցանկացած բռնապետություն գալու է ձեր դուրն աթակելու, գլուխներդ ու չեղած մազերներդ պոկելու եք ու դուք չեք հասկանալու, թե դուք այդ ինչ արեցիք։ Միայն այն փաստը էլի, ես իշխանությանը դատապարտում եմ շատ հարցերում, լիքը հարց չեմ կարողանում լուծել Հայաստանում, որովհետև այո, որոշ հարցերով ընդդիմանում եմ, ընդդիմախոսում եմ եւ շատ հաճախ չեզոքությունը եւ փակում է Հայաստանում որոշ ոնց ասեմ դռների մարջը, բայց փակ-փաստո ես իմ դրամը Հայաստանում չեմ վաստակում, իմ գործը դրսում է եւ այդ առումով որոշակի առումով ապահով եմ ինձ ու այն հարցում, որ օքեյ, ես դուրը փակեք, չփակեք, ես այս դառնով ելումուտ չունեմ, բայց ես այս իշխանության հետ մի բան ասեմ, ինչի համար է շնորհակալ, կասեմ հետեւյալը։ Ամեն օր Հյուսիսային պողոտայի, ուրեմն մեր պատուհանների տակով անցնելով գնալով, ամեն օր ես Ազատության հրապարակում տեսնում եմ տարբեր բուրունդուկների եւ նորմալ մարդկանց։ Տարբեր բուրունդուկներ, ինչ լոզունգներ են անում,
տարբեր նորմալ մարդիկ ինչ որ կոչեր են անում, տարբեր մարդիկ ինչ որ վահանակներ են պահում, տարբեր քաղաքական ստացված չստացված ճամբարներից կոչեր են անում եւ այլն եւ այլն։ Մենակ այդ բանի համար, որ այդ մարդկանց իրավունք է տրվում այդ ամենը անել, որևէ մեկը չի գալի ոտերը չի կոտրում, ջրցան մեքենա չի բանանում, ոչ մի ոստիկանապետ չի գալի ասում ես իմ ով եմ, մաքրեք, այդպես բաներ չի ասում, ոչ մեկի աչքը չեն տալի հանում, ոչ մեկի տունը չեն գալիս ջարդում փշրում անամոթ սրիկաներ, որ առավոտից իրիկուն ասեք բանա բռնապետության երկրում եկավ։ Այդ որ մեկի տունն են եկել բանարը։ Այն որ զենք ու բան են, բան կարող է մի երկու հոգու տուն մտել են, բայց ընկերներ ես աշխատել եմ մեդիա բնագավառում 2008 թվականից դե պատանին առանձնապես բան չէ, բայց ասենք 11 թվականից եթերում ուղիղ եթերում աշխատած եմ, ես գիտեմ ես ինչ երկրում եմ ապրել եւ գիտեմ որ երկրից եմ հեռացել անվերադարձ երթվելով, որ ես այլևս ոչ չեմ դնելու այդ երկիր, անցավ ժամանակ, նրանք էլ անցան, զվարթ երկերս մի քիչ վշտալից դարձան, ասեցի լավ, կրկին փորձիր։ Եկել եմ փորձերով, ես հասկանում եմ, որ բոլոր թերություններով հանդերձ իմ բնագավառի մեջ ես կարողանում եմ որոշակի բաներ անել։ Ու այն լսարանը, որ կա, ինձ support է անում, ինձ աջակցում է, ու ես իմ գործունեությունը կարողանում եմ ծավալել։ Դրա համար զբաղվածության պատճառով YouTube-յան այո որոշ հեռարձակումներ պակասել են, բայց դա որևէ կապ չունի իմ բանը ինչ era USAID-ի հետ, նորից եմ ասում, կամ ինչ որ գրանտներից։ Լավ կլիներ ստանայի գրանտներ, ընտիր։ Գրանտա լապ 1675 հատ կայքու, ալիքու, չգիտեմ ինչեր ունեն։ Տարբեր անուններ ունեցող մարդիկ, մի օր կհրապարակեմ։ Իրանք թող մտածեն, ես ինչ ունեմ մտածելու։ Ես ունեմ իմ հայրենագիտական հաստատությունները, ես ունեմ իմ հայապահպանության կենտրոնը, 14 երկրից տարբեր ուսանողներով, իդեպ եթե ձեր երեխեքներ հայերեն խոսալ չգիտեն, նորմալ դրսում եք ապրում, իրենց Հայաստան ասում են, բայց Հայաստան գրել չեն կարողանա, եկեք մեր դպրոց սովորեք։ Տասնյակ լավագույն մանկավարժները, տասնյակ լավագույն պատմության առնչություն ունեցող մարդիկ, դպրոցի ուսուցիչներ, ուսմասվարներ մեր մոտ աշխատում են 1000 հոգու աշխատատեղ են ստեղծել, մինչև հիմա 100-ից ավել ուսանողներ ունեն։ Եկեք, թող իրանք էլ սովորեն այդտեղ, որ ասեք ինչ է անում, դրանով եմ զբաղված։ Ես չեմ մտնում Facebook դատարկախոսություններով զբաղվում, ես հիմա միգուցե ոմանք դատարկախոսություն որակեն, բայց ես ուղղակի պարզաբանում եմ, թե ինչու է քչացել։ Այստեղ հայ-ամերիկյան հեռուստատեսության ռադիոյի ակադեմիան ենք կայացնում, էլի հարցազրույցների շարք, մարդկանց լրագրություն ենք սովորեցնում, մարդկանց խոսելու կուլտուրա ենք սովորեցնում, մարդկանց մոնտաժ, էդիթինգ, Premiere Pro ու Adobe Audition ենք սովորացնում, որ ավանակի պես չգնան վարչապետի մոտ էշեշ ելույթներ ունենան, կարծելով տեսար ինչ ձևի, իդեպ կապ չունի վարչապետը, նախագահը, նախկինը ներկա, որ հարցը հարց լինի, ունենա սկիզբ, կուլմինացիա եւ ավարտ, եւ պատասխան ակնկալի։ Ես դրա համար եմ մի փոքր հիմա ավելի զբաղված, երեքշի առաջի օրն եմ շաբաթվա մեջ 2 անգամ Դուբայ եմ գնացել տարբեր կոնֆերանսների, սերտիֆիկատները հեսա ասել եմ, որ լիցենզավորման գործընթացի մեջ էի եւ այդ բաներով եմ զբաղված։ Ոչ թե USAID ֆինանսը կդրելը, Ալլահը։ Այսքանը իմ լավ մարդիկ, խելոք մարդիկ, ովքեր նայում են այդ մարդկանց ուշադրությունը, ոնց ասեմ, ճնշման ու ազդեցության տակ մի ընկեք, հարգելի հայրենակիցներ, ովքեր դեռ առողջ բանականությունը պահպանում են։ Ես գիտեք, ինչ անում եմ, ես հենվում եմ այդ խելոք մարդկանց վրա։ Այդ խելոք մարդիկ դեռ կան, որ նայում են, մի բան սովորում են, որ այս երկիրը դեռ չի վերջնականապես ապականվել այդ խելոք մարդկանց նաև գործունեության շնորհիվ է։ Դրա համար ես դեռ հույսս չեմ կտրում եւ շարունակում է ամենօրյա պայքարը։ Երևի այսքան ընկերներ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Էս է ուզում ասել։ Լավ եղեք։